Եթերում Սուրենքյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրենքյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Օրերս ազդարարվեց, որ հայոց ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքները ավարտվել են։ Թվարկված աշխատանքների իրականացման հետ կապված տարաձայնություն չկար։ Ոչ ոք դեմ չարտահայտվեց ջրահեռացման նոր համակարգի կառուցման կամ մույթերի եւ հուշապատի հիմքերի ջրամեկուսացման առնչությամբ, բայց հավերժության տաճարի մույթերի հիմնանորոգման անվան տակ սկսված գործընթացը միանգամից հարուցեց թե հանրության, թե մասնագետների զայրույթը։ Բանն այն է, որ ջարդուփշուր արված մույթերի քարերը փոխարինվել են նորերով։ Թե որքանով է որակյալ կատարվել աշխատանքը մասնագիտական փորձաքննության հարց է, բայց որ առկա է ակնհայտ գունային տարբերություն, չեն ներկում նաև իշխանությունները։ Այդուհանդերձ գույնից ու քարի որակից բացի կարևոր մեկ այլ խնդիր կա։ Ըստ էության կատարված աշխատանքը հավասարազոր է հուշարձանի քանդմանն ու նորի կառուցմանը։ Մինչդեռ պատմական հուշարձանի արժեքը նաև նրա հնության ու վավերականության մեջ է։ Վաղը մոտենալով անմարքրակին եւ տեսնելով բազալտե նոր քարերը, այլևս չեն կարողանալու լիարժեք զգալ ու փաստել, որ հավերժության այս տաճարը 1967 թվականի ծնունդ է։ Պատմամշակութային հուշարձանները, եկեղեցիները, մշակույթն ու ավանդույթները մեր ազգային ինքնության պահպանության սյուներն են։ Որքան խնամքով ու սրտացավությամբ ենք դրանք պահպանում, այնքան ամուր է մեր ինքնության փոխանցումը սերունդներին։ Ու այս համատեքստում չեմ կարող չխոսել Արցախի մշակութային ցեղասպանության հայկական հետքի համակարգված վերացման մասին։ Օրերս ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը։ Եվ ինչ։ Նման հանցագործությունները կանխարգելելու համար միջազգային իրավական բոլոր լծակները գործի դնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե չեն կարծում, որ հարցը պետական մակարդակով միջազգային քննարկման առարկա կդարձնեն։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ մեր մյուս հուշարձանների պահպանության խնդիրների շուրջ զրուցել ենք ճարտարապետ քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ։ Թուրքը իմացավ, որ Երևանում եղել են շարժանային կառույց։ Բողոքեց Մոսկվա։ 60 տարի ոչ չի նորոգվել։ Պետք է զոնդավորենք, սկանավորենք։ Ցույց են տվել սալերի վնասվածության աստիճանը։ Քարի երանգի որոշակի տարբերություն կա։ Չէին ուզում ընկալեն, թե արհավիրքը ինչքան ծավալուն է։ Կոտրած, ճակած, ասեք ինչ վիճակում է, վերջի տղաց ունի։ Ինչպես եք գնահատում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարված վերանորոգման աշխատանքները։ Վատ, ոչ պրոֆեսիոնալ, դա հայ ժողովրդի կամ Հայաստանում գտնվող կարևորագույն հուշարձաններից մեկն է եւ բոլոր մշակութային, ինքնության, քաղաքական եւ այլն ենթատեքստերով եւ այդ գործընթացը պետք է շատ երկար քննարկումներով գնալ եւ շատ խոր ուսումնասիրություններ արդյունքում լիներ, այլ ոչ թե մենք մամուլից իմանայինք, որ կամ ինչ-որ մի հատ պատահաբար ինչ-որ մեկը տեսնում է, որ քարերը քանդվել են։ Պետք է շատ խոր ուսումնասիրություն կատարվեր, միգուցե դրսից մասնագետներ հրավիրելով, եթե չունենք մենք այդ մասնագետները եւ այլն, շատ մանրազնին նախագիծը մշակվեր եւ ամենակարևորը պետք է այնպես նախագիծը այնպես արվեր, որպեսզի մենք այդ վերականգնման գործընթացը ընդհանրապես չզգանք եւ չազդեր ցեղասպանության հուշահամալիրի ամենօրյա աշխատանքի վրա, այսինքն նրբորեն պետք է կատարվեր։ Արդյոք ճիշտ էր մույթերի վերանորոգումը վստահել մի կազմակերպության, որը ունի պատմամշակութային հուշարձանների վերանորոգման փորձ, կան մեր երկրում մասնագետներ, որոնք կարող են ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան որակ։ Այսօր պետություն չունի լծակներ բացահայտելու այն շինարարական կազմակերպություն եւ մասնագետեն, ովքեր ունեն վերականգնման կամ հուշարձանի մոտենալու որակավորում։ Պետությունը եկեղեցիների եւ այլ մնացած պատվերների դեպքում որոշակի ոչ ֆորմալ ձևերով փորձում է դա բան անել, հավասարակշռել եւ ընդհանրապես եկեղեցիները չվստահել նման դեպքերում, զուտ շինարարական սովորական չգիտեմ, նորոգող կամ չգիտեմ մանկապարտեզ կառուցող կազմակերպություններ, չնայած բազմաթիվ դեպքեր կան այդպեսին, բայց այս դեպքում նույնիսկ չի եղել գիտակցումը, որ սա պետք է հուշարձան, այսինքն սա ինչպես Սանահինին ենք մենք մոտենում կամ չգիտեմ մի այլ եկեղեցու ենք մոտենում, նույն ձևի պետք է մոտենալ Ծիծեռնակաբերդին, որ ցավոք տեղի չի ունեցել։ Ուստի պետությունը մեծ ցանկության դեպքում իրավական առումով չէր կարող դա կանոնակարգել եւ դա մեղավոր հենց նույն պետությունն է, որ պետք է լիցենզավորել այդ կազմակերպություններին։ Պատմամշակութային հուշարձանների պահպանության առումով ինչպիսին է վիճակը մեր երկրում։
վերջին տարիներին, նաև քանի որ ֆինանսավորման, այսպես ասած, ավելացման շրջանակում մենք ավելի շատ հուշարձաններ ենք փչացնում, քան թե առաջ։ Եթե մենք պետությունը սրանից 5-6 տարի առաջ տարեկան 3-4 հուշարձան կամ 5 հուշարձանի վրա գումար ծախսում, հիմա դրանք շատ են։ Կարծում եմ պետությունը տապալել է առհասարակ այս ոլորտում քաղաքականությունը, որպեսզի ճիշտ ուղղությամբ գնան վերականգնման գործընթացները։ Ես ասում եմ շատ բարձր մակարդակի քաղաքականության առումով։ Բնականաբար մենք ունենք ֆանտաստիկ մասնագետներ, վերականգնող ճարտարապետներ, հնագետներ, ովքեր անում են իրենց աշխատանքը, բայց հենց որ դու քաղաքականության մակարդակով ճունես ալգորիթմը, դու ինչպես պետք է հասկանաս ինչի վրա ես փող ծախսում, ինչպես ես ծախսում, ինչպես ես նախագիծը մշակում, ինչպես ես ճիշտ շինարարական վերականգնող կազմակերպության բեմ եւ ամենքով ինչպես էս վերահսկում այդ ամեն ինչին եւ ունենում ենք բազմաթիվ այսպես ասած անընդունելի օրինակներ, որոնք ես կարող եմ ժամերով թվարկել այն հուշարձանների վերականգնումներ, որոնք խայտարակ արդյունք են։ Պետությունը վերջի տարիներին մեկ էլ սկսեց լավ, ես էլ եկեղեցի չեմ վերականգնում քաղաքական նկատառումներով, վերականգնում ամրոցներ։ Գնում են գտնում են ինչ-որ ամրոցներ, որոնք ամրոցները ընդհանրապես հայ ժողովրդի պահպանվածության առումով մեր ամրոցները աշկի չեն գնում, այն դեպքում մեր եկեղեցիները համաշխարհային նշանակության են, որտեղ մենք ողջ վերածնունդն է սկսել հայկական եկեղեցաշինությունից, քաղաքական պատճառներով գնում ենք, սկսում ենք ինչ-որ ամրոցներ ենք վերականգնում, որոնք վատ չեն, բայց ամենակարևոր համաշխարհային արժեք ունեցող եւ մեր ինքնության կարևորագույն բաղադրիչը եկեղեցական կամ հոգեվոր ճարտարապետության ուշադրություն չենք դարձնում։ Մշակութային ժառանգության ոչնչացումը ցեղասպանության դրսևորումներից մեկն է։ Ինչու է Ադրբեջանը վախենում հայկական հուշարձաններից։ Ինչպես է հնարավոր կանխել Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների եկեղեցիների ոչնչացումը։ Նույն պատճառաբանությամբ, որ մենք քաղաքական նկատառումներով այսօր ուշադրություն չենք դարձնում եկեղեցական ժառանգությանը, փորձելով ստվերել այդ ինքնությունը, որ մեր ինքնության կարևորագույն մասն է, Ադրբեջանը նույնքան փորձում է Արցախի այդպես տարածքում եւ ոչ միայն նաեւ Թուրքիան նույն ձև արել հայկական նախկին պատմական տարածքում բնաջնջել հայկական ինքնության նյութական, այսպես ասած, կառույցները եւ իրենք անելու են այնքան ժամանակ, ինչեւ մենք թույլ ենք տալի, ինչեւ մենք դրանց մասին չենք ասում։ Հենց մենք այսօր են գիտենք Ստեփանակերտում քանդվեց հողի նավասարվեցեց վերջի տարիներին կառուցված Ստեփանակերտի մայր տաճարը եւ այսօր մենք քաղաքացիների աղմուկից բացի չենք տեսնում որևէ այլ կառույց ենթադրում եմ եկեղեցին այլ հայտարարությունը, պետությունը կամ այլ կառույցներ, որոնք կարող են դա պաշտպանել։ Եթե չկա ինստիտուտ, որը պաշտպանում է դա, ընդհակառակը ինստիտուտ կա, որ պիտի պաշտպանի, ասում եմ, չես այն մամարաշնային չի, ապա ինչու պետք է Ադրբեջան չքանդի դա։ Հայ ժողովուրդը, հանձինս Հայաստանի Հանրապետության, հանձինս Սփյուռքի, որին անընդհատ ուրեմն հայկական պետությունը փորձում է թույլատրել, պետք է աղմուկ բարձրացնի, ասի սա իմ ժառանգությունն է, մենք ոչ միայն այնտեղ բնակվելու իրավունք ունեն, այլ այդ ժառանգությունը պետք է պահպանենք։ Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը, աղավաղումը կամ անտեսումը, պատմական հիշողության կորուստը որքանով են ազդում ազգի ինքնության պահպանման վրա։ Մենք ունենք երկու տեսակի ժառանգություն՝ նյութական եւ ոչ նյութական։ Հուշարձանները մեր նյութական ժառանգության հիմնական մասն են, այսպես ասած, որոնք պետք է պահպանել եւ դրանք պետք է լինեն ոչ միայն պահպանել, այլ որպես այսպես ասած սերվանտի մեջ բայել, այլ պետք է լինեն մեր առօրյայի մի մասը։ Այսինքն մեր պատմական քաղաքներում Երևան, Գորիս, Գյումրի եւ ասեք մնացածը, այդ քաղաքների պահպանությունը ֆունդամենտալ կարևոր է մեզ համար, որովհետև հայ ժողովրդի մոդեռնիզացիան արդիականացումը, որ անցել է 19-րդ դարում եւ 20-րդ դարում, բնականաբար դրանք քաղաքային միջավայրում են եղել։ Հենց որ դու գայիս ես ասում ես, որ ես չունեմ քաղաքային ժառանգություն, մենք ունենք եկեղեցիներ, որոնք թվարկում են 12-րդ դարի եւ դու Երևանում չես կարող գտնես, չգիտեմ, 17-րդ դարի մատնների վրա մնացած շենքեր են մնացել եւ դրանք օրեցօր ուրեմն նվազում են, ապա այդ դեպքում Երևան դուրս է գալիս զորից սարքված քաղաք ա եղել, բայց Երևանում մենք փաստ գիտենք, որ Երևանը բնակեցված եղել անընդհատ 12-րդ դարից ուրեմն Երևանը եղել է քաղաքային միջավայր։ Այդ քաղաքային միջավայրից նստել մեկ եկեղեցի եւ մի երկու ինչ որ մասունքներ, որ մնացել են։ Այնպես որ դա ֆունդամենտալ է եւ ամենակարևորը ոչ միայն պետք է պահպանել այն ժառանգությունը, որ մենք հիմա շատ կարևոր է, ասում ենք կարևոր է եւ այլ, մենք հիմա էլ ենք ստեղծում ժառանգություն, մենք հիմա էլ ստեղծում ենք ինչ որ կառույցներ, որոնք պետք է պահպանել, որոնք այդ ժամանակի վկան են եւ ապացուցելու են, որ մենք ծառերի վրա, այսպես ասած, չէինք, այլ մենք ունեցել ենք ուրեմն ժառանգություն, քաղաքներ եւ ճարտարապետություն։ Խեղված ճակատագրեր էջի նախորդ տեսանյութը, որը պատմում էր Սոնա Վարդանյանի ընտանիքի մասին, վերնագրել էինք հույսի ու աղոթքի արանքում։ Այլ կերպ հնարավոր չէր բնորոշել մեծ պատմությունը։ Կյանքի հարվածներին ու ամուսնու կողմից բռնություններին դիմակայած կինը հիմա էլ ցուրտ, խոնավ, տարական հարմարություններից զուրկ, երբեմն նաև առանց էլեկտրականության կացանում փորձում է հաշմանդամության ճիրաններից դուրս բերել որդուն, ով ունի ողնաշարի ծանր հիվանդություն ու եթե չվիրահատվի, կարող է ընդմիշտ կանվել հաշմանդամի սայլակին։
Պատմել ենք նաև, որ չնայած սոցիալ-հոգեբանական ծանր պայմաններին երեխաները չեն դադարում երազել։ Նրանք հավատում են, որ մի օր կունենան իրենց տաքուկ անկյունը ու առոք կպահեն իրենց համար առողջությունը չխնայող մորը, ով աղոթքով է մտնեցնում օրը։ Ու եթե հավելում ենք մակրոյի աշխատող նրանց մոր աղերսը աջակցել իր անպաշտպան երեխային, մասնավորապես նրա վիրահատության ու անհրաժեշտ իմպլանտների ձեռքբերման հարցում, մեզ հետ համագործակցող անհատներն ու կազմակերպությունները չէին կարող չարձագանքել։ Առաջին արձագանքողներից էր հոգեբանական կենտրոններից մեկը, որ պատրաստակամություն հայտնեց մասնագիտական անվճար աջակցություն ցուցաբերել Սամվելին եւ Վանգելինային, որ դաժան վերաբերմունքի հետևանքով ստացած տրավմաները հաղթահարելու հարցում։ Բացի անհրաժեշտ սննդամթերքից, հիգիենայի պարագաներից, ընտանիքին տրամադրվել են նաև նոր կահույք, բջջային հեռախոսներ, ուսումնական պարագաներ։ Եվ ամենակարևորը, ֆինանսական օգնությունով հնարավոր կլինի սկսել Սամվելի բուժումը։ Ասել է, թե բարի մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի նախորդ տեսայունի վերնագիրը իրականություն դառնա։ Ներկայացնում եմ Քնարիկ Պետրոսյանի «Աղոթքով հույսի պտուղը» տեսանյութը։ Շտապում ենք Նուբարաշեն, մեր նախորդ այցի ընթացքում Սոնան անկեղծորեն խոստովանեց, որ միշտ մտածել է, թե Աստված տեսել է իր տառապանքներն ու լուռ երազել է, որ մի օր Բարձրյալը իրեն էլ կհիշի ու բարի մարդկանց միջոցով օգնության ձեռք կմեկնի։ Այսօր թերևս եկել է այդ պահը։ Րոպե առաջ ենք ուզում ուրախացնել շատ դժվարություններ ճաշակած ընտանիքի անդամներին ու հատկապես երեխաներին, ովքեր զրկված են իրենց տարեկիցների պես անհոգ մանկություն ունենալու հնարավորությունից։ Ապագան ոնց որ չեմ տեսնում։ Իմ տղայի բանը անդղտ որ մտածում եմ, իմ տղայի մի բան կլինի, հետագայում չեմ կամ պատկերացնում։ Այսքան տարի պահ եմ մեծացրել եմ։ Ինչ-որ մի բան կարող է լինի, այդ եմ շատ նեղվում։ Սոնայի մտահոգությունները ցավը շատերին էր հուզել։ Մեր եթերից հետո բարի մարդիկ օգնություն են առաջարկել ընտանիքին։ Տեղեկանալով այս ընտանիքի դառը կյանքի պատմությանը, մեր մշտական գործընկերները եւս շտապել էին աջակցել նրանց։ Նախորդ անգամ նշել էինք, որ հոր կողմից պարբերաբար բռնության ենթարկվելը երեխաների առողջության վրա բացասաբար էր ազդել թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն։ Ընտանիքի պատմությունը հուզել էր նաեւ ժեստ հոգեբանական կենտրոնին։ Տնօրինությունը սրտացավորեն խոստացավ զբաղվել Սամվելի ու Անգելինայի խեղված հոգեբանությամբ։ Երեխաներն այստեղ այսօր անցնելու են հոգեախտորոշում, որից հետո անցնելու են մանկական բոլոր թերապիաները, որտեղ կհաղթահարվի ամեն դեպքում այն բռնության հետքերը, որ մնացել է իրենց ներսում։ Բարերարների մեր բանակին նոր միացած մեր գործընկեր Իսաջանյան դենտ կլինիկայի սրտացավ տնօրինությունն էլ պատրաստակամություն հայտնեց Սոնայի ու իր երկու զավակների ատամները բուժել անվճար։ Իսաջանյան դենտում իդեպ կարևորում են անհատական մոտեցումը, յուրաքանչյուր այցելուին կատարում են նախնական խորհրդատվություն եւ բուժման պլանի ներկայացում, ապահովելով հարմարավետ միջավայր։ Շատ ուրախ եմ, որ ինքը այս պահին, այս դրությամբ ամենանեղ տեղից ինքը կարողանա դուրս գա։ Ես շատ երջանիկ եմ, որ դուք հասարակ իրեն ձեռք մեկնեցիք իրեն։ Անանուն բարերարները մեզ զանգահարել են, եկել են օգնել են, երեխային շախմատ են տվել, տղայիս կոնստրուկտոր փորձելու են օգնել հագուստով, սնունդով են օգնել։ Խոնավ փոքրիկ ու լքված այս սենյակում ապաստանած ընտանիքին այսօր մի շարք անակնկալներ էին սպասվում։ Հաջորդն այդքան սպասված բազմոցներ, տան բազմոցները հնամաշ էին ու շարքից դուրս էին եկել։ Մեր մշտական գործընկեր Բազմոց գրուպը ընտանիքին բարձրաճաշակ, նորաոճ փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց էր ուղարկել։ Աղջնակը հարմար տեղավորվել էր Արգավան Դեյեմի ուղարկած նրբաճաշակ, նորաոճ բազկաթոռին, որի երկար ժամանակ կծառայի նաև որպես մահճակալ։ Սոնան ասում է, երեխաները մեկ շաբաթ ամեն օր անհամբերությամբ են սպասել մեր այցին նվերներ ստանալու համար։ Էլ ինչը կարող է այնքան ուրախացնել երեխաներին, եթե ոչ հեռախոսները։ Սամվելն ու Անգելինան հեռախոս երբեք չեն ունեցել։ Մեր մշտական գործընկեր Mobile Center խանութ սրահների ցանցներ ուղարկել։ Շատ հագարճուն հեռախոսի համար։ Տեխնիկա, բայց գիտելիքի պաշարն էլ պիտի լրացվի, որի մասին հոգացել էր Edit Print հրատարակչությունը, ուղարկել էր գեղարվեստական, ուսուցողական, դպրոցական գրքեր ու նկարազարդ տետրեր։ Նկարել սիրող Սամվելը վերջապես իր սրտի հոբիով կզբաղվի։ Երեխաները շատ էին ուրախած, այսօր ամբողջ օրը թռչկոտում էին, բազբզում,
իրենք էլ ուրախացան։ Երեխաների անմոռանալի ժամանցն էլ կազմակերպեց Ակվատեկ մարզաառողջարանային համալիրը։ Ամբողջ ընտանիքին հրավիրեցին ամենամեծ ջրային զվարճանքների գոտի, որտեղ երեխաները առաջին անգամ էին մեծ լողավազաները, ջակուզիներն ու մանկական խաղահրապարակները իսկապես մեծ երջանկություն էին փոքրիկների համար, որոնց կյանքը մեկ օրով դարձավ տոն։ Սոնա ջան, մեր ընկերություն ծանոթացավ ձեր պատմությանը, բազմաթիվ դժվարությունների մեջով եք անցել ու կուզենք այլևս ձեր կյանքում այդպիսի նմանատիպ դժվարություններ չլինեն։ Արկածներ սիրող երեխաները լողում էին, խաղում ու լիաթոք զվարճանում, որից հետո օգտվեցին համեղ հյուրասիրությունից։ Սոնան գոնե մեկ օր թեթևացավ իր առօրյա հոգսերից, իսկ երեխաները անսահման երջանիկ էին։ Մեր մշտական գործընկեր դռների ու պատուհանների արտադրությամբ հայտնի Էկոկոմֆորտ ընկերության աշխատակիցները եւս շտապեցին օգնության ձեռք մեկնել, անձամբ բերելով գումարը, որը կօգնի Սոնային լուծել դեռ 3 անհնարին թվացող եւս մեկ խնդիր՝ կկարողանան սկսել Սամվելի բուժումը։ Էկոկոմֆորտ ընկերությունը իմանալով ձեր ընտանիքի պատմության մասին, որոշեց օգնել ձեզ գումարով, որպեսզի ինչ-որ չափով թեթևացնենք ձեր հոգսը։ Շնորհակալություն, որ մեր հոգսը թեթևացնեք։ Մեր գործընկերները Սոնային օգնեցին նաև սննդամթերքով, համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների, թթուների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու կոնյակի գործարանը, ուղարկելով մի ամբողջ ամսվա պաշար։ Առաջին անգամ են այս մեծ շափով մեզ օգնում են։ Մենք շատ ուրախ ենք, որ սենց օգնեցի, մենք շատ շնորհակալ ենք, որ օգնում են։ Երեխաների թերսնման փաստը չէր վրիպել Արզնի կաթ ընկերության տեսադաշտից։ Ընկերությունն ուղարկել էր համեղ, բարձրորակ ու առողջարար կաթնամթերք, որը կապահովի փոքրիկների սպիտակուցային ռացիոնը։ Արզնի կաթը ընտանիքին աջակցեց նաև ֆինանսապես։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակներից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը։ Կետչուպներ, մայոնեզներ, կարագներ, սպրեդներ, բարձրորակ յուղեր էր ուղարկել։ Միս սիրող ու հատուկ սննդակարգով ապրող Սամվելի համար Արաքս թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչներն էլ իրենց տեսականության թարմ արտադրանքի մի մեծ պաշար բերել։ Սոնա ջան, Արաքս թռչնաֆաբրիկան ծանոթանալով ձեր ընտանիքի պատմությանը ցանկացավ ձեր առողջ սնունդը ապահովել ձեր եւ ձեր բալիկների համար թարմ կիսաֆաբրիկատների եւ մսատեսականու տեսքով։ Հուսամ կհավանեք։ Շատ շնորհակալություն, որ մեր ընտանիքին աջակցեցիք։ Մեր մշտական գործընկերները շտապեցին միանալ երեխաների քաղցրի պաշարը ապահովելու աջակցության ձեռնարկին։ Նախաձեռնությանը միացել էր Տավուշ Sweet ընկերությունը, ուղարկելով հայկական անուշ գաթաներ, թխվածքաբլիթներ ու փախլավաների տեսականի։ Իսկ Ռուսկի բիսկվիտ ընկերության քաղցրահամ տեսականին ամբողջացրեց քաղցրավենիքի պաշարը, ուղարկել էր թխվածքաբլիթների լայն ու հարուստ տեսականին։ Նարինե Մածում ընկերությունն էլ ուղարկել էր իր լայն տեսականուց։ Mr. Gin տնտեսական ապրանքներ արտադրող ընկերության օժանդակությունը Սոնան մեծ ուրախությամբ ընդունեց։ Ապահովեցին տան անհրաժեշտ մաքրող միջոցների, հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշարով։ Ընտանիքին աջակցեցին նաև ֆինանսով։ Տնտեսական ապրանքներ կան, որ ես ահագին ժամանակ կօգտագործեմ, սնունդն էլ երեխաները կօգտագործեն։ Տեղեկանալով ընտանիքի զավակի չվիրահատվելու պատճառով հաշմանդամի սայլակին հայտնվելու վտանգի մասին իրենց դրամական աջակցությամբ այս մեծ բեռը թոթափելուն օգնեցին, օժանդակեցին Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը։ Նունեի ու երեխաների կյանքը փոքրիշատե թեթևացնելու համար դրամական աջակցություն ցուցաբերեցին նաև Ֆրանսիայում ու Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները։ Արսենն ու Արայիկը, ինչպես միշտ, պատրաստակամություն հայտնեցին դրամական աջակցություն ցուցաբերել նրանց։ Նախաձեռնությանը միացան նաև Անտոշկա մանկապարտեզն ու Arix Group ընկերությունը։ Գումարներ են ուղարկել, շատ շնորհակալ ենք իրենցից։ Հիմա փորձել ենք տղայիս մի քիչ մի փոքր իահոգսը հոգանք, դեղորայքնական ինչ-որ մի բան տեսնենք Արդաշնահերթը ինչ կարող ենք անել։ Եվ իհարկե շնորհակալ ենք Լեգարա բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը բոլոր նվերները մեզ հետ միասին տեղ հասցնելու համար։ Ականջները երևի Արդաշնահերթ կանենք, տեսնենք ոնց ենք անելու, լսողության հարցերը կլուծենք, հետագայում կտեսնենք, եթե կարող է ողնաշարի հարցն էլ լուծվի։ Դժվար է թերևս բառերով փոխանցել, թե ինչ է զգում մայրը, երբ գիտի երեխայի կյանքը իր ձեռքերում է, բայց անզոր է որևէ բան անել, պարզապես գումար չունենալու պատճառով։ Սոնայի սեղանին դրված Աստվածաշունչը կարծես նրա տառապանքի լուռ վկան էր, եւ գուցե հենց այդ լռության մեջ էր, որ ծնվեց հույսը ու այսօր արդեն մի փոքր լույս է բացվել։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք։
Արգելվել է եկեղեցու կողմից նշանակված հոգևորականների մուտքը ազատազրկման վայրեր։ Սա մեզ ներկայացվել է իբրև սկզբունք, ոչ թե միջադեպի հետ կապված։ Զրկել են քրեակատարողականներ մուտքի թույլտվությունից, որովհետև Նուբարաշենի բանտում քաղաքական հայտարարություններ է արել։ Մարդիկ զղջման են գնում։ Կարևոր նախադրյալ էր նաև պատիժը կրելուց հետո հասարակություն վերադառնալու համար։ Պատիժն այստեղ գրողներից մեկն է նկարազարդել մատուրի պատերը։ 6 հոգևորականի հետ են իրենց հարաբերությունները պայմանագրով կարգավորել։ Ահանաների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվել են աշխատանքային պայմանագրերի կնքման միջոցով։ Հակակաթողիկոսական արշավը սկսելուց հետո նաև բանակում հոգևոր ծառայությունը դադարեցվեց։ Ինստիտուտները նախ անձերով չեն պայմանավորվել։ Փաստացի շրջանցել են Մայրաթոռը եւ անտեսել իրավական կարգավորումները։ Դա անօրինական է եւ Շարքային զինվորը սպայի համար անհասկանալի մարդ։ Զինծառայողը ինքնասպան էր եղել։ Հանգամանքները հայտնի չեն։ Միջավայրում տենում է մենակ ռազմագողականը։ Ինչ է պետք անել անձնակազմի հետ։ Որտեղից սկսել, ուր գնալ։ Սպայական անձնակազմին այնքան են թղթախեղտ արել։ Դրա պատճառով տարբեր անախորժություններ կարող է ունենալ։ Բանակի սպաների մեծ մասը շարքային չի ծառայել։ Մերժելի բարքերի տարածման պատճառներից մեկն էլ դրանց ժխտումն ու պարտակումն է։ Ընդամենը 3 գործով է հասանելի քրեական գործերի մասին տեղեկություն։ Զինված ուժերում ինքնասպանությունների պատճառներից մեկը դիրքում հերթապահության պահին ննջելն է։ Արհեստական պահում են զորամասերում։ Սա շատ դեպքերում հանգեցրել է ծեծի ու նսեմացման։ Հանգեցնում է բռնության, միջանձնային որոշակի դեպքերի։ Մայրաթորի դեմ իշխանությունների սանձազերծած պատերազմը շարունակվում է։ Ճիշտ է, նախկինի պես փոխհրաձգությունը ինտենսիվ չէ, այդուհանդերձ իշխանությունները շարունակում են պնդել, թե կաթողիկոսը պետք է փոխվի, իսկ եկեղեցու լիազորությունները սահմանափակվեն։ Օրեր առաջ էլ Փաշինյանը հայտարարեց, թե եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ։ Ու ամենևին էլ զարմանալի չէ, որ այս հակամարտության արձագանքները տեսանելի են շատ ոլորտներում։ Վառ օրինակը քրեակատարողական հիմնարկներն են։ Մայրաթոռը օրերս հայտարարեց, թե արգելվել է եկեղեցու կողմից նշանակված հոգևորականների մուտքը քրեակատարողական հիմնարկներ, ինչի հետևանքով դատապարտյալները զրկվել են հոգևոր խնամքի հնարավորությունից։ Ռուսները ասում են անտառը հատելիս տաշեղներն են թռնում։ Հիմա ասացեք խնդրեմ, արդյոք կալանավայրում բալանտ համտեսելը արդեն պատիժ չէ դատապարտյալների համար։ Ինչու ենք նրանց զրկում գոնե հոգևոր սննդից։ Հարց, որի պատասխանը քրեակատարողական ծառայությունը դեռ չի տվել։ Բայց խնդիրը ոչ միայն հոգևոր հարթությունում է։ Իրավապաշտպանների գնահատմամբ սա խղճի, մտքի եւ դավանանքի ազատության սահմանադրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Պնդում են, թե փակ հաստատություններում գտնվող անձինք հաճախ հենց ապաշխարության եւ հոգևոր վերափոխման կարիք ունեն։ Ուստի հարց է առաջանում, ինչպես է պետությունը պատկերացնում մարդկանց վերաինտեգրումը հասարակությանը, եթե կտրում է հոգևոր կապը։ Օրինակ են բերում, թե այս տարիներին բազմաթիվ դատապարտյալներ իրենց ձեռքով նույնիսկ մատուրներ են կառուցել բանտերում։ Մի խոսքով, ինչպես այլ ոլորտներում, փակ հաստատություններում եւս անորոշություն ու տագնապ է տիրում, ինչը բարդացնում է արդյունավետ կառավարումը։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի «Սրբության տերորը բանտերում» տեսանյութը։ Քրիստոս երկնքի բարձրություններից իջավ մեզ համար։ Կադրերում Արմավիր քրեակատարողական հիմնարկն է մեր երկրի այն բանտերից մեկը, որտեղ մատուր կա եւ դատապարտյալները, ինչպես նաեւ անազատության մեջ գտնվող մյուս անձինք հնարավորություն ունեն պահպանել իրենց կապը Աստծո հետ։ Ավելին, իր պատիժն այստեղ գրողներից մեկն է նկարազարդել մատուրի պատերը եւ դուռը։ Եվ ահա Մայրաթոռ Սուրբ Էջմիածնից տեղեկացնում են քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ արգելվել է եկեղեցու կողմից նշանակված հոգևորականների մուտքը ազատազրկման վայրեր, ինչը հոգևոր կենտրոնն ապօրինի է համարում։ Վեհափառ հայրապետի կողմից նշանակված հոգևորականների մուտքը արգելվել է։ Եթե պարզ խոսքով ուղիղ խոսքով ասենք, այո, բայց սա մեզ ներկայացվել է իբրև սկզբունք, ոչ թե միջադեպի հետ կապված։ Միջադեպ էլ եղել է։ Մեր կյանքի բազմաթիվ, ուրեմն բազմաճյուղ մակարդակներում մենք ձերբազատված չենք միջադեպերից։ Տեր Գրիգորի պարագան Երբ վերջինիս մուտքը արգելել են։ Սուրանկյունը դիմեց նաև քրեակատարողական ծառայությանը, մեր հարցերին նախընտրեցին պատասխանել գրավոր Տեր Գրիգորին զրկել են քրեակատարողականներ մուտքի թույլտվությունից, որովհետև Նուբարաշենի բանտում քաղաքական հայտարարություններ է արել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քահանա Տեր Գրիգորն իր գործողությամբ խախտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ նախկինում տրված մուտքի թույլտվության նպատակները եւ պայմանները, այն դադարեցվել է։ Քաղաքական քարոզչության համար քահանան չի գալիս քրեակատարողական, իսկ Տեր Գրիգորն ասում են կողմեր բռնել։ Թեև ծառայությունից հայտնում են, թե օրենսդրության սահմաններում ապահովում են ազատությունից զրկված անձանց, այդ թվում քաղաքական իրավունքների իրացումը։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարության ղեկավարի հակակաթողիկոսական արշավը սկսելուց հետո նաև բանակում հոգևոր ծառայությունը դադարեցվեց, քրեակատարողական հարց էին ուղղել։ Տեղի ունեցողը կապ ունի ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու երկրի վարչապետի ծրագրերի հետ։ Հարցման այդ ու եւս երկու այլ կետ իրար են միացրել, միասնական պատասխանել ուղիղ ձևակերպումներ չտալով։ Ինստիտուտները նախ անձերով չեն պայմանավորվում։ Ինստիտուտները շատ ավելի ուրեմն կարևոր առինքնող տեղ եւ դեր ունեն եւ որքանով ուրեմն ամուր հիմերի վրա գործում են ինստիտուտները, այնքանով նաեւ անձերը կարող են իրենց փնտրած հարցերի պարագայում ճիշտ ընդհանուր հայտարարի հանգել։ Ինչ էլ որ լինի, ինչպիսի ելակետով էլ որ պայմանավորված լինի այս որոշումը, միևնույնն է, բարի պտուղ չի կարող տալ այս մոտեցումը։ Բոլորը իրավունք ունեն սահմանադրությամբ եւ օրենքներով օգտվել այդ հոգևոր կրոնի պաշտպանված լինելու իրենց իրավունքից։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում փակ հաստատություններում պահվող մարդկանց իրավունքների հարցը, քրեակատարողական ծառայության որոշումը խնդրահարույց է համարում, ասում է խիստ մտահոգիչ նախադեպ է։ Գիտեմ, թե ինչքան իրենց համար կարևոր է այդ կապը, այդ զրույցը, այդ իրենց հասկանում եք, մարդիկ զղջման են գնում շատ շատերը, հատկապես ծանր հանցագործությունների դեպքերով, սկսեցին մարդիկ տուժել, այսինքն այդ դատապարտյալները, որոնց ապավենը այդ հոգևոր կապը։ Քրեակատարողականներում առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր ծառայությունն ըստ իրավապաշտպանի կարևոր նախադրյալ էր նաև պատիժը կրելուց հետո հասարակություն վերադառնալու համար։ Ժաննա Ալեքսանյանը հարցնում է, ուրեմն այսուհետև ինչպես ակնկալել արագ վերասոցիալականացում։ Փակ համակարգերում մի տեսակ ոնց որ Աստծո մխիթարությունն է ամենակարևորը։ Հոգևորականը այստեղ ցուցաբերում է հոգեխնամ գործունեություն, սկսած աղոթքից, պատարակներից, ուրեմն խոստովանությունից, հաղորդությունից, ժամերգությունից, հսկա բազմաճյուղ մի դաշտ է, այս իմաստով հոգևորականը նաև հոգեփրկչական առաքելություն է, որ իրականացնում է փակ հաստատություններից ներս։ Մայրաթորի համար մեկ այլ մտահոգիչ հանգամանք էլ կա այստեղ Սուրբ Էջմիածին լուրեր են հասել, թե քրեակատարողական ծառայությունը աշխատանքային պայմանագրեր է կնքել առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների հետ, պարզ ասած նրանց գործի են ընդունել։ Քրեակատարողականում ի պատասխան Սուրանկյան հարցման հաստատում են տեղեկությունը, 6 հոգևորականի հետ են իրենց հարաբերությունները պայմանագրով կարգավորել։ Քրեակատարողական ծառայությունը իր առջև դրված մասնագիտական մոտեցում պահանջող խնդիրների լուծման համար կարող է կնքել աշխատանքային պայմանագրեր համապատասխան մասնագետների հետ։ Այս դեպքում եւս հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ձեռնադրված քահանաների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվել են աշխատանքային պայմանագրերի կնքման միջոցով։ Դա անօրինական է եւ վերջ։ Դե եկեղեցին ուներ այդ իրավունքները եւ դա տարիներ շարունակ նա իրականացրել է։ Փաստացի շրջանցել են Մայրաթորը եւ անտեսել իրավական կարգավորումները հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն է։ Այստեղ է, որ արձանագրում են մեջբերում եմ, այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է։ Սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաեւ զինված ուժերում եւ կրթական ոլորտում։ Այն սկզբունքը, այն ելակետը, այն մեկնակետը, որը որ որթե գրվել է կամ որը որ պատճառաբանվում է, ուրեմն այս հսկա ինստիտուցիոնալ համակարգը պայմանագրային դաշտով կամ ձևաչափով փոխարինելու ճանապարհին բոլորովին ուրեմն շահեկան կամ հոգեշահ դիտակետից չէ, որ հանդես է գալիս։ Իդեպ Տեր Իսահակ Վարդապետը նաև նշում է, որ թեև քրեակատարողական ծառայության ղեկավարության հետ երբևէ չեն ունեցել երկխոսության խնդիր, այս դեպքում հոգևորականների մուտքը հիմնարկներ արգելելուն առնչվող որևէ շփում չի եղել մինչև օրս։ Հասկացողության, փոխադարձ հարգանքի
ուրեմն դժվարություն չի եղել մեզանում։ Բայց վերջին շրջանում անկախ մեր կամքից այդ շփումները դադարել են եւ քանի որ այդ շփումները աստիճանաբար ուրեմն ավելի հազվադեպ են դարձել եւ աստիճանաբար գնալով դադարել են, մենք դա նկատել ենք իբրև ազդակ, որ դաշտում ինչ-որ բան այն չէ, կամ դաշտում ինչ-որ փոփոխություններ են նախապատրաստվում։ Եվ ցավի սիրտ նաև ականատես ենք եղել, որ այդ փոփոխությունները դեպի բարին չեն առաջնորդում։ Փակ դռների հետևում, որտեղ օրենքն է սահմանում պատժի չափը, հաճախ հենց հավատն է որոշում մարդու փոփոխության խորությունը, ասում են մասնագետները, եւ ըստ նրանց, երբ այդ տարածքում սկսում են վերաձևակերպվել ոչ միայն կանոնները, այլև արժեքային ուղենիշերը, հարցը միայն մեկ որոշման մասին չի մնում։ Հոգևոր կյանքի սահմանափակումն այստեղ վիճակագրություն չէ, այլ մարդկանց ճակատագիր, որոնք տարիների ընթացքում իրենց ներսում կառուցել են միակ կապը դեպի ներքին հաշտություն։ Այս պատմության մեջ դեռ շատ չհնչած պատասխաններ կան, թե կառավարական որոշումների տրամաբանության, թե եկեղեցու մտահոգությունների մասին, բայց փաստն է մնում, քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն առաջին հերթին հասնում է նրանց, ովքեր ամենաքիչն են ազդում դրանց վրա։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանգյուն։ Ուրախանում ենք, թե տևական ժամանակ է զինված ուժերում թշնամու կրակոցից զոհ չունենք։ Բայց չենք հարցնում այս փաստը մատի փաթաթան դարձրած իշխանություններին, թե ինչպես է ստացվում, որ խաղաղության պայմաններում ընդամենը 4 ամսում 5 զոհ ունենք։ Ընդ որում սա միայն պաշտոնական վիճակագրությունն է։ Ոչ պաշտոնական տվյալներով 2026 թվականին 12 զինծառայող է մահացել։ Կարծնեք, թե ինչու են թվերը իրարից էապես տարբերվում։ Ըստ իրավապաշտպանների դեպքերի մի մասը հրապարակային չեն եղել, այսինքն նրանք այդ մասին տեղեկացել են դատախազությունից։ Դրանք հիմնականում այն դեպքերն են, որոնք չեն կապվել զինվորական ծառայության հետ։ Բացեմ շակերտները։ Բանն այն է, որ 2017-ից զինծառայողների մահվան դեպքերը բաժանում են երկու խմբի՝ ծառայության հետ կապված եւ չկապված։ Վերջին խմբին են դասվում զորամասից դուրս տեղի ունեցած վթարները, արձակուրդում եղած ժամանակ կամ առողջական խնդիրների պատճառով արձանագրված մահերը։ Մինչդեռ իրավապաշտպանների պնդմամբ այս մոտեցումը միշտ չէ, որ արդարացված է։ Շատ դեպքեր կարող են ունենալ հենց ծառայությունից բխող պատճառ-հետևանքային կապ։ Մյուս լուրջ խնդիրը քրեական հոդվածների ընտրությունն է։ Ըստ իրավապաշտպանների հաճախ նախապատվությունը տրվում է այնպիսի հոդվածների, որոնք հանրային մեծ աղմուկ չեն առաջացնի։ Ինչևէ, զինված ուժերում պարբերաբար արձանագրվող մահերը փաստում են, որ այստեղ համակարգային խնդիրները մնում են նույնը, այսինքն զինվորների եւ սպաների ոչ կանոնակարգային փոխհարաբերությունների հարցում դրական որևէ տեղաշարժ չկա։ Նման պարագայում որպես արդարացում ասում են, թե բանակը հասարակության հայելին է եւ նույնությամբ կրկնում է այնտեղ ընդունված վարքականոնը։ Բայց դա միայն պատճառաբանություն է, պատասխանատվությունից խուսափելու փորձ։ Փակ հիերարխիկ համակարգերում խնդիրները լուծվում են վերևից եւ ըստ մասնագետների բանակում արատավոր երևույթները վերացնելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու բան՝ մասնագիտական ռեսուրս եւ քաղաքական կամք։ Այժմ Արմեն Աթելյանի զինվորի համակարգի խղճին տեսանյութը։ Շաբաթներ առաջ բանակում գրանցվեց հերթական զոհը։ Զինծառայողը ինքնասպան էր եղել։ Հանգամանքները հայտնի չեն, ընթանում է քննություն, որի արդյունքում էլ կպահպանվեն զինվորի այդ քայլի դրդապատճառները։ Դեպքն առիթ դարձավ, որպեսզի նորից օրակարգ գա բանակի բարեփոխումների համատեքստում զինված ուժերի անձնակազմի ռեֆորմների խնդիրը։ Իհարկե, այստեղ հարց է առաջ գալիս. ինչ է պետք անել անձնակազմի հետ, որտեղից սկսել, ուր գնալ։ Բարեփոխումները պետք է սկսել սպայակազմից, ասում են ոլորտի մասնագետները։ Մեր սպաների, բանակի սպաների մեծ մասը շարքային չի ծառայել։ Իրենք ուղիղ գնում են ռազմական համալսարան կամ ռազմամարզական վարժարան, շարքային զինվորը սպայի համար անհասկանալի մարդ է։ Ինքը չգիտի իր լեզվով խոսել, ինքը չգիտի իր դարդերը, ինքը չգիտի այդ ծառայությունը իրանից ինչ է ներկայացնում։ Բացի այն, որ սպան շարքայինին չի հասկանում, նա մեծ հաշվով շարքայինին հասկանալու համար ժամանակ էլ չունի, նույնիսկ եթե ունի ցանկություն։ Պարզապես ավելի հրատապ գործերով է զբաղված։ Սպայական անձնակազմին այնքան են թղթախեղտ արել, թղթաբանությամբ զբաղվել ստիպել, որ սպայական անձնակազմը ուղղակի չի հասցնում դասերը կազմակերպի, պետք է ընտրի կամ թղթաբանությամբ է զբաղվում, կամ թղթաբանությունը թողում է, զբաղվում է զորքով,
ինչի պատճառով թղթաբանության համար հետո ընկնում է ծառայական քննության մեջ։ Բնականաբար, սպայակազմի գերակշիռ մասը նախընտրում է չունենալ թղթերի հետ խնդիրներ։ Ի վերջո, դրա պատճառով տարբեր անախորժություններ կարող է ունենալ, թեկուզ հավելավճարների մասով։ Նշանակում է տուժելու է զորքի հետ աշխատանքը։ Չեն հասցնում զբաղվեն, զորքը ազատ է մնում, շատ ազատ ժամանակն է, կարանք բերթերի օրինակով նայենք, բերում է արդեն միջանձնային հարաբերությունների վատթարացման, իսկ եթե զորքը միշտ պարապմունքների մեջ լինի, ժամանակ ուղղակի չի ունենա ուրիշ բաների վրա օգտագործի։ Այստեղից էլ բխում են մյուս խնդիրները։ Զինծառայողների միջև բաց փոխհարաբերությունները, զինվոր-զինվոր եւ սպա-զինվոր ոչ կանոնակարգային հարաբերությունները։ Մենք ինչ ենք տեսնում, որ շատ հաճախ այս պարտականություն համարվող գործողությունները, երբ որ չեն կատարվում, ցավոք սրտի ելի հանգեցնում են բռնության, միջանձնային որոշակի դեպքերի, վիրավորանքների եւ շատ առանձին դեպքերում էլ ավելի ծանր հետևանքների, խոստանգումների, ինչու՞ չէ նաեւ ինքնասպանության դրսևորումների։ Զինված ուժերում ինքնասպանությունների պատճառներից մեկը դիրքում հերթապահության պահին ննջելն է։ Սա շատ դեպքերում հանգեցրել է ծեծի ու նսեմացման եւ որպես հետևանք ինքնասպանության։ Բանակում վատ բարքերի հետևանքն է սա, իսկ դրա համար հասարակությունը պետք է փոխվի, չէ՞ որ բանակը հասարակության հայելին է։ Սիրում են կրկնել պատասխանատու չինովնիկները եւ հավելում, որ հասարակության փոփոխությունը պետք է սկսել բակից, դպրոցից, մանկապարտեզից եւ այլն։ Բայց այդ աշխատանքը կարելի է սկսել օրինակ սպայակազմից։ Ազատ ելք հասկացողություն կա, որը 4 տարվա կամ 5 տարվա սովորողներին հասնում է 3-րդ տարուց։ Ես օրինակ իմաստը չեմ հասկանում, ինչու մարդկանց կտրել հասարակությունից, եթե 6-ից հետո նրանք ոչինչ չունեն անելու։ Իսկ արհեստական պահում են զորամասերում։ Այս կարգն ապագա սպաներին կտրում է հասարակությունից, իրականությունից, ինչը հետո արդեն զորամասում իր բացասական ազդեցությունն է ունենում։ Մեկուսացնում ես հասարակությունից, ինքը լավ բաները չի տենում, այդ փակ հասբանի մեջ միջավայրում տենում է մենակ ռազմագողականը, պարզա ինքը գնա նույն բաները փորձելու է, նույն կարգերը փորձելու է հաստատել արդեն զորամասում, որտեղ ժամկետայիններ են ու որպես սպա, ու միջանձնային հարաբերությունները շատ հաճախ չի ստացվելու։ Սպայակազմի խնդիրը հասկանալի է, իսկ ինչ անել անձնակազմի հետ, այսինքն զինծառայողների միջանձնային ծանր հարաբերությունների եւ հոգեբանական վիճակի հարցն է բաց մնում։ Պատկերացրեք 17.5 տարեկան տղային, ասենք նախ 6 ամիս տեղքանի զորակոչը, պայմանական, ամիսը մեկ գնում է երրորդյա ռազմամարզական ճամբարներ։ Սովորում զենքի հետ վերաբերվել, այնտեղ աշխատում են հրահանգիչներ, որոնք նաև հոգեբանական պատկերն են կերտում։ Հենց այս մեթոդով է հնարավոր իրականացնել ապագա զինվորների պարզ ասած դասակարգում, ըստ ունակությունների։ Սա բավականին տարածված երևույթ է շատերի համար որպես օրինակ ծառայող իսրայելական բանակում։ Տարանջատում են ծառայության ճյուղերը, ասում են, այս տղան լավ հետախույս կլինի, որտեղ ինքը գիշերը լավ է ապրում, իսկ այս տղան պետք է լինի հրաձիգ, հա, որովհետև ինքը զենքի հետ լավ գիտի եւ ինքը ունի այդ պոստային օրինակ եմ ասում, պոստային կարգապահության բաները ունի, նախադրյալները ունի։ Սա կտա հնարավորություն, որ ասենք քնկոտ մարդուն չվստահեն դիրքի պահպանություն գիշերային ժամերին, ինչը կբացառի հնարավոր կոնֆլիկտներն այս հողի վրա։ Մյուս կողմից բանակում մերժելի բարքերի տարածման պատճառներից մեկն էլ դրանց ժխտումն ու պարտակումն է։ 20-ից 25 թվականների ուսումնասիրությունը եւ մենք խնդրել եւ ստացել ենք զինվորական դատախազությունից ստատիստիկա, շուրջ 40 դեպք է եղել ինքնասպանությունների, մոտավոր 20-ի պարագայում է գործը հասել դատարան, սակայն երբ որ մենք փորձում ենք հասկանալ այդ 20 գործերը որոնքն են, ընդամենը 3 գործով է հասանելի քրեական գործերի մասին տեղեկություն դատալեքսում որպես քննող գործեր ավարտված։ Ինքնասպանություններից որոշների պատճառն էլ բանակում բռնության ենթարկվածների եւ ենթարկողների հետ պատասխանատու մարմինների ոչ հետեւողական աշխատանքն է։ Անձը չի գտնում ազատազրկման, այլ օրինակ փորձաշրջան է նշանակվում եւ բռնարարը եւ տուժողը վերադառնում են նույն միջավայրը, որտեղ բռնությունը տեղի ունեցել, սա հանգեցնում է մի իրավիճակի, որ ոչ միայն չի կանխարգելվում, այլ այդ կողմերը հասկանում են, որ տեսեք, պատիժ չկա, խաղաղի կանոնը հաջորդ դրվագում միգուցե շատ ավելի վատ դաժան վերաբերմունք տեղի ունենա, ընդհանուր միջև կյանքի նկատմամբ ոտնձգություններ։ Իսկ չկա զորամասում մարդ, ով կարող է հարթել սուրանկյունները, որոնք պարբերաբար առաջանում են զինվորների կամ սպաների միջև շփումների ընթացքում։ Սպաների հետ երբևէ որևէ հոգեբան, ռազմական հոգեբան չի աշխատում։ Ռազմական հոգեբաններ շատ քիչ ունեն, երբ 1 տասնյակ կամ նման քանակի։ Դու չունես փորձված մասնագետ հոգեբան, որը կտեսնի, ասենք, նույնիսկ շարքում կանգնելու ձևից կամ ծխելու ձևից կամ այդ մարդու դիմացինի հետ խոսելու
առանձնահատկություններից, օրինակ ասենք, եթե մարդը դիմաց նստած է եւ աչքերը փախցնում է, ուրեմն ինքը ունի ինչ-որ հոգեբանական խնդիր։ Վերջին տարիներին սպաների աշխատավարձերը բարձրացել են, եւ դա հույս էր տալիս, որ պետությունը կարող է ֆիլտրել սպայակազմը եւ բանակի կազմը համալրել լիդերի հատկանիշներ ունեցող անձնակազմի հետ աշխատելու ունակ, հոգեպես հավասարակշիռ անձանցով։ Փողի դիմաց մարդ, ով որ պատրաստ է զոհվի, ես չեմ ճանաչում։ Գաղափարը մեր բանակից հանել են։ Մեկը գլխավորը դա է, որ չեն կարողանում մարդ հավաքեն։ Մարդ նայում է պարեկ լինելով դու շատ ավելի շատ աշխատավարձ կարաս ստանաս, թափթազա ավտո քշելով, շատ կոմֆորտ պայմաններում, խի գնաս ծառայես։ Սպա դառնաս օրինակ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշում են, որ նախորդ տարիների համեմատ բանակը աստիճանաբար փակվում է եւ դադարում համագործակցել հասարակական հատվածի հետ բարեփոխումների իրականացման համատեքստում։ Սա մեծացնում է հանրություն բանակ անջրպետը եւ դժվար հաղթահարելի դարձնում զինված ուժերի ներսում գոյություն ունեցող խնդիրները։ Արմեն Նաթալյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Այ Սպիտակ Ջեյրան ջան, թե ասա դու երբ էր այսօրը ընկել, որ հիմա ընկար։ Այո, սենց վթար կարող էր տեղի ունենալ միայն պողոտայում, տվյալ դեպքում Արշակունյանց։ Շատ էի ուրախացել, մտածելով, թե վերջապես մի խաշմերուկ կա, որտեղ վթարները քչացել են։ Ուրախությունս փորումս թողին հանկարծակից տեղով անցնում էի ու խնդրեմ։ Բեռնատար վարելը թթութան չի, ամեն մարդու բան չի։ Տաֆի վարորդ, ձերքը դիր խրճիտ ու ասա, դուրդ եկավ, որ այսքան մարդու խառնեցիր իրար։ Բայց ասեք, որ այս չինական մեքենան լավ է տեղավորվել երկու մեքենաների արանքում։ Հավաքվածներից մեկը շատ դիպուկ նկատեց, թե ես դրա վարորդի տեղը լինեի, հիմա մի ցանկություն կպայի։ Էնի առանձին վթարա։ Հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Արա դե ասա մի քիչ կամաց քշեք էլի, ժողովուրդ ջան։ Օրերս դանակահարել են ավտոբուսի վարորդի։ Մի մարդում քաղաքապետարանը պարտադրում է կատարել նաև հսկիչի պարտականություններ։ Իսկ սա նշանակում է, որ հանապազորյա հացը վաստակելու համար վարորդը ամեն օր ստիպված է կոնֆլիկտների մեջ մտնել ուղևորների հետ։ Բայց սա ամենասարսափելին այն է, որ վարորդները չեն կարողանում ուղևորներին բացատրել, թե ինչու հենց իրենք են զբաղվում տոմսերի հսկողությամբ։ Ու քանի որ վերջին շրջանում նման արդեն երկրորդ դեպքն է արձանագրվում, իրավասուները պարտավոր են քայլեր ձեռնարկել հսկիչների ինստիտուտը զարգացնելու ուղղությամբ։ Այդպես հաջորդ վարորդը կարող է դառնալ անբարեխիղճ ուղևորի զոհը։ Արվող Տեսլայի ֆոնին Շամշյանի կադրերն անմիջապես տարածվեցին համացանցում։ Օգտատերերը զարմանք էին հայտնում, թե արդյոք չէր վախենում, որ մեքենան կպայթի։ Ոչ, հարգելի օգտատերեր, ու գիտեք ինչու։ Որովհետև էլեկտրական մեքենաները չեն պայթում, դրանք ուղղակի այրվում են։ Ընդ որում, ինչպես հասկացանք նոր հաճը նոր գեղի ավտոճանապարհին կատարվածից, կրակի բռնկումները շարունակական են։ Այսինքն, երբ թվում է, թե հրդեհը մարվել է, այն հանկարծակի նորից է բռնկվում։ Սա հակագովազ չէ, այլ փաստերի արձանագրում։ Եվ առասարակ, էլեկտրական շարժիչով մեքենաների զանգվածային ներկրումը պայմանավորված է ոչ միայն ու ոչ այնքան բնապահպանական նկատառումներով, որքան մաքսատուրքի բացակայությամբ եւ գույքահարկի արտոնություններով։ Իսկ որ դրանք շատ են ներկրում, պարզ է դառնում մեկ այլ պատմությունից։ 5 մեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթարի մասնակիցներից 2-ը դարձյալ Տեսլային։ Ընդ որում, նախնական տեղեկություններով նրանցից մեկը դուրս եկել հանդիպակաց գոտի։ Ինչ եմ սա ասում, որովհետև այս մեքենաներում շատ հաճախ պատահում են նաև ծրագրային խափանումներ, ինչ հետևանքով մեքենայի կառավարումը դառնում է անվերահսկելի։ Մի խոսքով, խորհուրդ վարորդներին։ Էլեկտրական շարժիչով մեքենա գնելուց առաջ անպայման խորհրդակցեք մասնագետների հետ։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի փորձանքը անտոմս է գալիս տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, այս ինչա կատարվում մեր երկրում։ Սաղ պարերը պարել ենք, մնացել էր վերջում էլ ավտոբուսի վարորդին դանակահարել։ Ախր ինչի եք մարդկանց իրար դեմ անում, ինչի եք պարտադիր ցանկանում, որ նման դեպքեր լինեն։ Չեք մտածում, պարոնայք իշխանավորներ, որ ձեր ապաշնոր գործունեության հետևանքով հանրության մեջ կուտակված բացասական էներգիան մի օր էլ ձեր կողմը կարող է ուղղվել, թե բա վարորդը նաև հսկիչ է։ Հսկիչների ինստիտուտը չկարողացան ձևավորել, էլի կուժն ու կուլան ջարդեցին խեղճ ու կրակ վարորդների գլխին։
Այս թեմային չենք անդրադառնա, հուսալով, որ քաղաքապետարանը ամեն բան կանի նման կարգի դեպքերը բացառելու ուղղությամբ։ Իսկ մենք խնդիրը մանրադիտակի տակ կպահենք։ Լավ, հիմա չհեռանանք մայրաքաղաքից ու տեղափոխվենք Արշակունյաց պողոտա։ Վաղուց չենք խոսել այս ջեյրանների մասին, ջեյրաններ, որոնք հարգի են բոլոր ժամանակներում, բայց դե գտնվում են նաև որոշ վարորդներ, որոնց համար ավտորիտետ ասված չկա։ Ուզում է Յաշիկ լինի, Rolls-Royce թե Bentley, միևնույն է, պատրաստ է յուրաքանչյուրին իր տեղը ցույց տա։ Իսկ այս պարագային BMW-ի վարորդը համարել էր, որ Յաշիկի տեղը հետիոտնի համար նախատեսված մայթն է։ Տեսան պապիրոսով։ Այ սպիտակ Ջեյրան ջան, թե ասա դու երբ էր այսօրը ընկել, որ հիմա ընկար։ Այո, սենց վթար կարող էր տեղի ունենալ միայն պողոտայում, տվյալ դեպքում Արշակունյանց։ Մեքենաների ստացած ծանր վնասվածքները հուշում են, որ երկաթե նժույգները ունեցել են մեծ արագություն։ Ամենայն դեպս Յաշիկը տպավորություն է, թե ամենագնացը հետևից է հարվածել։ Իհարկե չեմ պնդի այդ վարկածը, թող նախաքննական մարմինը հասկանա, բայց եթե այն հաստատվեց, ինչպես ասացին հավաքվածներից ոմանք, 90% մեղավորությունը Յաշիկի վարորդինն է։ Երեկոյան 20-ի սահմաններում տեղի ունեցած այս վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հաշվի առնելով Յաշիկի վարորդի կողմից դիմապակու վրա գլխի հետքը, կարելի է եզրակացնել, որ հիվանդանոց են հայտնվել 2 մեքենաների վարորդները։ Ժամանակ կունենան վերլուծելու կատարվածն ու անհրաժեշտ հետևություններ անելու։ Ինչու եմ սա ասում, որովհետև վերջին ժամանակներում Յաշիկների մասնակցությամբ վթարներ գրեթե տեղի չեն ունենում։ Իսկ դա նշանակում է, որ դրանց ղեկին հայտնվել են ուղեղի պարունակությունից շատ չբողոքողներ։ Հալաբյան Մարգարյան փողոցների խաչմերուկը, որն առավելապես հայտնի է ֆիզիկայի խաչմերուկ անվամբ, միշտ էլ բանուկ է, բայց ճանապարհի ճիշտ կահավորումն ու լուսացույցի առկայությունը երկար ժամանակ ինչ չէր բերել այս հատված, շատ է ուրախացել, մտածելով, թե վերջապես մի խաչմերուկ կա, որտեղ վթարները քչացել են։ Ուրախությունս փորումս թողին այս Chevrolet-ի եւ Kia-ի վարորդները։ Անկեղծ ասած, նայում էի մեքենաների վնասվածքներին ու փորձում էի հասկանալ, թե ինչ աստեղ եղել րոպեներ առաջ։ Չգիտեմ, թե կոնկրետ ինչն է եղել վթարի պատճառը, ինչի հետևանքով 20-ամյա Էրիկի Կիան բախվել է նաև ճանապարհին տեղադրված երկաթե պաշտպանիչ ճաղավանդակին։ Նաև չեմ ուզում գուշակությամբ էլ զբաղվել, առավել եւս, որ այն նաև հետևանքներ է ունեցել։ Դեպքի վայրում պատմեցին, որ վթարի հետևանքով 3 հոգի էր տուժել, եւ որ սրտացավ քաղաքացիների ու օպերատիվորեն հասած Երևանի 102 շտաբօգնության խմբերի միջոցով նրանց տեղափոխեցին հիվանդանոց։ Բայց մինչ այդ պարզվում է, որ փրկարարները հատուկ տեխնիկա են կիրառել վիրավորներից 2-ին մեքենայից դուրս բերելու համար։ Հուսանք լուրջ բան չկա, եւ այս դեպքում եւս վարորդները կփորձեն դասեր քաղել կատարվածից։ Ինչպես տեսնում եք, այսօր բավականին բարի ենք ու վարորդների արարքները չեն գնահատում եւ որակում հավուր պատշաճի։ Քանի անգամ եմ ականատես եղել բենզինային, գազային կամ դիզելային վառելիքով շահագործվող մեքենաների ու էլեկտրական նժույգների վարորդների միջև վեճին։ Յուրաքանչյուրը իր ուրույն պատկերացումն ունի այս մեքենաների անվտանգության վերաբերյալ եւ փորձում է իր տեսակետը փաթաթել դիմացինի վզին։ Հետո նայում են ին վրա, ես էլ ասում եմ, միայն փաստերով պետքա դատել, դե որ փաստ, հեսա խնդրեմ, չեմ ասի, թե այս Տեսլայի հետ կատարվածին ծանոթանալու համար ահազանգ եմ ստացել, ոչ, հանկարծակից տեղով անցնում էի ու խնդրեմ։ Հիմա երևի կասեք Շամշան, վարորդներին ես ասում, բա դու ուր ես թողել քո խելքը։
քեզանից մի քանի մետր հեռավորությամբ Տեսլան կրակի մեջ լողումը դու էլ դրել մեզ ես բան ցույց տալիս։ Ժողովուրդ ջան, եթե նկատի ունեք, որ մեքենան կարող է պայթի ու ձեր խոնարհ ծառան տարբեր աստիճանի այրվածքներով լավագույն դեպքում հայտնվի հիվանդանոցում, սխալվում եք, որովհետև էլեկտրական մեքենաները պայթելու սովորություն չունեն։ Դրանք այրվելու միջոցով են հրաժեշտ տալիս երկրային կյանքին։ Ու այս ամենը գիտենալով է այնպիսի ռակուրս ընտրել, որ ձեզ համար լավ տեսանելի լիներ։ Տեսնում եք, թե ինչպես է մեքենան մեկ հանգում, մեկ նորից կպնում։ Իսկ դրա մասին ես հրշեջներին զգուշացրել էի։ Լավ է, որ խորհուրդս հաշվի առան ու ժամը 19-ի սահմաններում նոր հաճն, նոր գեղի ավտոճանապարհին չդարձան կրակի բաժին։ Չէր տուժել նաև Տեսլայի վարորդը։ Ավելին, մինչև կժամանեն հրշեջները, նա քաղաքացիների հետ փորձել է պայքարի կրակի դեմ, բայց դե, եթե մեքենան կասկո արած չի, վարորդին պետք կգա շտաբօգնության բժիշկների օգնությունը, որպեսզի ուշքի բերեն այդ մեքենայի ծախսի դարդից։ Արդեն 1 ժամ է Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի ժամանակ հրշեջները պայքարում են Տեսլայում առաջացած կրակի դեմ, սակայն չի հաջողվում։ Չեք նկատել, որ այս վերջերս շատ են եթերից լսում դավ։ Չգիտեմ, թե ինչ է նշանակում այդ հապավումը, բայց որ դավ մագնիշի բեռնատարները սկսել են ռեգուլյար հայտնվել վթարների մեջ, փաստ է նաև, որ նրանցից հերթականի գաստրոլը տեղի ունեցավ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 12-րդ կիլոմետրին, Բալի հյուրանոցային համալիրի մոտ։ Գաստրոլ չէր, եկա տուրներ էր։ Չնայած ինչ եմ ասում, հենա տեսնում եք։ Դեպքը տեղի է ունեցել 10-50-ի սահմաններում, երբ հսկայական այս բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված մի քանի երկաթե արգելապատնեշներին։ Չգիտեմ, թե արդյոք վարորդը առաջին անգամ էր վարում այս մեքենան, թե այնուամենայնիվ այս հսկայական զռլամայի դեմը խոչընդոտ է եղել մեկ այլ մեքենայի կողմից, բայց փաստն է, որ նույն այդ վարորդը այսքանից հետո ողջ է մնացել։ Ճիշտ է, ասացին, որ լուրջ տուժել էր, եւ քաղաքացիներն ու շտաբօգնության բժիշկների հերթապահ նրան տեղափոխել է Աբովյան բժշկական կենտրոն։ Այդուհանդերձ երկրային կյանքին հրաժեշտ չի տվել, ինչը սրտանց ուրախալի է։ Փաստորեն, այս ամենը կատարելիս Տաֆի վարորդը հասցրել է վնասել մի քանի մեքենա։ Կարծնեք ինչպես թե, պարզվում է, որ երկաթե մի քանի արգելապատնեշներ էլ շպրտվել եւ վնասել են դեպի Երևան ընթացող այս BMW-ն ու Ford-ը։ Տենց այլի, մարդ կարող է իր համար հանգիստ ընթանա, մեկ էլ որտեղից որտեղ մի երկաթե արգելապատնեշ դուս մեքենայիդ վրա։ Բեռնատարների պարոնայք վարորդներ, ձեր համար մի շատ ջիգյարով պատրաստված ասույթ ունեմ։ Բեռնատար վարելը թթութան չի, ամեն մարդու բան չի։ Տաֆի վարորդ, ձեռքը դիր խղճիդ ու ասա, դուրդ եկավ, որ այսքան մարդու խառնեցիր իրար։ Դու լավը մարդու բան չի եղել։ Ժողովուրդ տրոսի ձեռու, ինչքան կարս գնա էլի։ Չենք հեռանում այս հատվածից ու անմիջապես ներկայացնում ենք վթարի մյուս դեպքը։ Դաֆի մասին ենք խոսում, բայց ակազիվայց սա նրան հեչ էլ չի զիջում Տեսլա ամենագնացը։ Այն մեկը քիչ առաջ այրվեց, այս մեկն էլ ոչ տարել, ոչ բերելա։ Կեսգիշերից 10 րոպե անց Շանգրիլա խաղատնից դեպի Արսվի թևեր տանող ճանապարհին մեկ այլ Տեսլայի, Տոյոտայի, Շևրոլեի ու չինական եսիմ ինչ մագնիշի մեքենայի հետ դարձել է շղթայական վթարի մասնակից։ Պատկերացրիք, չէ, միանգամից 5 մեքենա բախվել են իրար։ Էնի առանձին վթարա։ 5 ավտոյա, այնտեղ մի հատ է։ 5 ավտոստը, էս էլ է մասնակից։ Որտե պրոցիվ եկած կանգնած է։ 100%-անոց ճիշտ նկատառում էր, ինչին պարեկները չէին կարողանում հակադարձել։ Իմ նման գլուխը բռնել էին ու փորձում էին հասկանալ, թե ինչ աստեղ իրականում կատարվել։
Ընկած ման էի գալիս վթարված այս մեքենաների վարորդներին, որպեսի տեղեկանայի կատարվածի մանրամասների մասին, են էլ չգտա։ Մտածեցի, թե հավանաբար տարել են հիվանդանոց։ Են էլ կողքից հուշեցին, որ վթարի հետևանքով բարեբախտաբար վիրավորներ էլ չկան։ Մի կողմից ուրախացա, բայց մյուս կողմից տխրեցի, որ պրեզիդենտ չեն գալիս, թե իրենք են վարորդը ու պատմեն ինձ եղելությունը։ Եղավ, դե հետո իրարից նեղանալ չլինի։ Բայց ասեք, որ այս չինական մեքենան լավ է տեղավորվել երկու մեքենաների արանքում։ Հավաքվածներից մեկը շատ դիպուկ նկատեց, թե ես դրա վարորդի տեղը լինեի, հիմա մի ցանկություն կպայի։ Դե տենց է, երբ զոհ կամ վիրավոր չի լինում, այն նեղ մաջալին կատակ անել էլա լինում։ Էսա նա էսի վթարված ավտոներից մեկի համարն է։ Պատկերացրեք, էլ չենք հեռանալու Շանգրիլայի մոտակայքից ու անդրադառնալու ենք հերթական վթարին, որը ցավոք ողբերգական ելք ունեցավ։ Աստված իմ, մեկ տեսանյութում նույն վայրից 3 դեպք, իսկ արդյոք դա չի նշանակում, որ այստեղ ինչ որ բան են չէ։ Ճանապարհի առանձնահատկությունը կամ կահավորումը։ Պարոնայք իրավասուներ, մինչև կներկայացնեմ հերթական դեպքի մանրամասները, խորեք, գուցե այս հատվածում զանգվածային վթարների պատճառները հասկանաք։ Մի 3 վիրավոր չէ ստեղից։ Ստենայի արա։ Արա դե ասեմ մի քիչ կամաց քշեկելի ժողովուրդ ջան։ Դեպքը էլի զարմանալի զուգադիպությամբ տեղի ունեցել կես գիշերից 10 րոպե անց, այսինքն համընկնումներ, բայց այս կարգի, ինչպես տեսնում եք, Նիսանը Շանգրիլա խաղատան հարևանությամբ դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պաշտպանիչ պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը, այսինքն գործ ունենք ինքնավթարի հետ, ու հարցը, թե որն է պատճառը, կարող է տալ միայն այս Նիսանի վարորդը։ Մեքենան այն օրն էր ընկել, որ բնականաբար թե վարորդին, թե ուղևորներին չենք գտնելու։ Ցավոք, կար ժամանականց տեղեկացած դաժան վիճակագրության մասին։ Մեքենայի մեջ է։ Վիրավոր է։ Ոյ մամա ջան ուրա։ Հանել ենք, այդ կտրե մեքենան հանել, մեկը ստեղ էր, վարորդը ստեղ ուղևորը դուրս է թռած։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հրանտ Ասատերյանը, Երևանի բնակիչներ 37-ամյա Արման Զաքարյանն ու 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից երկուսին մեքենայից դուրս են բերել պարեկները քաղաքացիների օգնությամբ, իսկ մեկին փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա։ Մինչ դեպքի վայր կժամաներ Աբովյանի քննչական բաժնի խումբը, հիվանդանոցներից մեկից ահազանգ ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Չստացվեց էլի, որ գոնե մի նյութ առանց զոհերի լիներ։ Նա էսը կոշի գտնի վիրավորներից մեկի կոշիկը։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք մայիսի 3-ին ժամը 22-ին։ Աստված պահապան, հայազգին։